Սննդի անվտանգության տեսչական մարմինը ծանոթում ստացել է Ռուսաստանի սահմանափակումների վերաբերյալ։ Տեսչական մարմնի ղեկավարը սկսել է բանակցությունները, արդյունքները կհրապարակվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում։ Բուսաբուծական եւ ձկնաբուծական ձեռնարկություններում գործընկերների հետ համատեղ անցկացված ստուգումների արդյունքները դեռևս չեն ամփոփվել։ Դրանք նույնպես կներկայացվեն ամփոփումից հետո։ Ռոսպոտրեբնաձորը կարգադրել է Ռուսաստանում կասեցնել ջերմուկ հանքային ջրի 64.5 միլիոն շշի վաճառքը։ Որոշումը պատճառաբանվում է պարտադիր տեխնիկական կանոնակարգերի խախտումներով։ Ռուսական կողմի պնդմամբ ստուգումների ընթացքում ջերմուկում հայտնաբերվել է հիդրոկարբոնատների, քլորիդների եւ սուլֆատների թույլատրելի մակարդակի գերազանցում։ Ըստ ռուսական գերատեսչության տարեսկզբից Չեսնի Զնակ համակարգն արդեն արգելափակել է ջերմուկի 38.4 միլիոն շշի վաճառքը։ Մայիսի 29-ին Հայաստան կուղարկվի 280 տոննա քաշով 4 վագոն ցորեն և 277 տոննա քաշով 4 վագոն պարարտանյութ։ Ներկայությամբ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է ավելի քան 28,000 տոննա հացահատիկ, ավելի քան 4,000 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։ Տավարաբուծության զարգացմանը խթանելու նպատակով նոր աջակցության ծրագիր է մեկնարկում։ Տոհմային կենդանիների ձեռքբերման դեպքում պետությունը կհատուցի դրանց արժեքի 50%-ը, իսկ վարկային միջոցներով գնում կատարելու պարագայում ամբողջությամբ կսուբսիդավորի վարկի տոկոսադրույքը։ Շահառուներն առաջին 1.5 տարվա ընթացքում ազատված կլինեն վարկի մայր գումարիմարումներից։ Ծրագրով հնարավոր կլինի ձեռք բերել 1-ից մինչև 1000 տոհմային կենդանի, իսկ յուրաքանչյուր կենդանու համար սահմանված առավելագույն արժեքը կազմում է մինչև 1 միլիոն դրամ։ Միացյալ Նահանգների Իրանի դեմ ռազմական գործողության ծախսերը գերազանցել են 95.2 միլիարդ դոլարը։ Պենտագոնի տվյալներով Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների առաջին 6 օրերի ընթացքում Վաշինգտոնը ծախսել է 11.3 միլիարդ դոլար։ Հիշեցնենք, փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները եւ Իսրայելը պատերազմ սկսեցին Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում Թեհրանը։ Եվրամիությունը մեծացնելու է տնտեսական եւ քաղաքական ճնշումը Մոսկվայի նկատմամբ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթն է պատրաստում։ Ռուսական անօդաչու թռչող սարքի ներխուժումը հարվածել է Ռումինիայի խիտ բնակեցված շրջանին, վիրավորելով խաղաղ բնակիչների, ինչն էլ պատճառ է դարձել, որ Բրյուսելը վերանայի պատժամիջոցները։ Էներգետիկ շոկի երկարաժամկետ հետևանքների մասին են հայտարարել Եվրոպական կենտրոնական բանկից։ Մենք բախվել ենք համաշխարհային նավթի մատակարարումների կտրուկ եւ լայնածավալ կրճատման։ Նույնիսկ եթե սկզբնական շոկը սկսի թուլանալ, դրա երկրորդային ազդեցությունները գնաճի վրա դեռ որոշ ժամանակ կզգացվեն, հայտարարել են բանկից։ Միևնույն ժամանակ Մերձավոր Արևելյան լարվածության ֆոնին կտրուկ աճել են պաշտպանական ոլորտի ընկերությունների արժեթղթերը։ Աշխարհաքաղաքական լարվածության թուլացումը միանգամից անդրադարձավ հումքային շուկաների վրա։ Լուրերն այն մասին, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը կարողացել են համաձայնության գալ ռազմավարական նշանակության Հորմուզի նեղուցի անվտանգության շուրջ, հանգեցրին նավթի ֆյուչերսների էական նվազմանը։ Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 1.1%-ով կամ 1.4 դոլարով, կազմելով բարելի դիմաց 92.67 դոլար։ Հորմուզի նեղուցով անցնում է համաշխարհային նավթի մատակարարումների զգալի մասը, եւ դրա անվտանգության երաշխիքները կենսական են գլոբալ տնտեսության համար։ Այս համաձայնությունը կարող է կայունացնել շուկան եւ նվազեցնել գնաճային ճնշումները սպառող երկրներում։ Միջազգային վերլուծական կենտրոններում նշում են, որ հակամարտության դադարեցումը թույլ կտա գլոբալ տնտեսությանը խուսափել բացասական սցենարներից, քանի որ Հորմուզի նեղուցով է անցնում համաշխարհային նավթի եւ հեղուկացված բնական գազի մատակարարումների մոտ 1/5 մասը։ Նավթի գների նվազումը ցույց է տալիս, որ գործարար աշխարհն այլևս չի վախենում համաշխարհային տնտեսական ճգնաժամից կամ գների անվերահսկելի աճից։ Լարվածության թուլացումը հույս է տալիս, որ իրավիճակը կայունանում է, ինչը լավ ազդակ է միջազգային բիզնեսի ու շուկաների համար։ Չնայած քաղաքական հայտարարություններին, էներգետիկ ոլորտի փորձագետները կոչ են անում զգուշավորություն ցուցաբերել։ Նրանց գնահատմամբ նեղուցի լիարժեք ապաշրջափակման եւ մատակարարումների նախկին ծավալների վերականգնման համար ամիսներ կպահանջվեն, քանի որ ջրային տարածքներում առկա են նաև լոգիստիկ եւ անվտանգային խոչընդոտներ։
Գերմանական ավտոմոբիլային հսկա BMW-ն Եվրոպայում ավտոմեքենաների արտադրության գործընթացում սկսում է մարդանման ռոբոտների կիրառման փորձարկումները։ AEON ռոբոտներն արդեն իսկ անցնում են լոգիստիկ եւ տեխնիկական թեստավորում։ Ռոբոտներն ունեն 1.65 մետր հասակ եւ նախագծված են այնպես, որ կարողանան ազատ տեղաշարժվել գործարանի տարածքում ու կատարել ֆիզիկական բարձր ճշգրտություն պահանջող աշխատանքներ։